Երևանում երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովը, որի նպատակը խցանումների համակարգային լուծում գտնելն է, առայժմ միայն մեկ նիստ է գումարել։ Հաջորդը կհրավիրվի, երբ հանձնաժողովը մշակած լինի ու քննարկման բերի հստակ առաջարկներ, որոնց ուղղությամբ աշխատում են։ Դրանք ուրվագծված են, բայց դեռ որոշակի չեն։ Հանձնաժողովի հիմնական նպատակն է առաջարկել եւ կիրառել կարճաժամկետ եւ միջնաժամկետ լուծումներ։ Ճգնաժամային հանձնաժողովը ստեղծվել է վարչապետի հանձնարարությամբ, երբ կառավարության նիստերից մեկում նա արձանագրել էր։ Դա խցանում չի, դա քաոս է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ձևավորած եւ նրա գլխավորած հանձնաժողովը կազմված է քաղաքապետարանի, ներքին գործերի եւ տարածքային կառավարման նախարարությունների, նաեւ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներից։ Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում պահպանվում է քաղաքապետարանի մինչեւ այդ որդեգրած մոտեցումը։ Այն է, երթևեկության ժամանակ առաջնահերթությունը պետք է տրվի հետիոտնին, ու քաղաքն առաջին հերթին պետք է հարմարավետ լինի հետիոտնի համար։ Դրանից հետո արդեն առաջնահերթությունը պետք է ստանա հանրային տրանսպորտը, իսկ անձնական օգտագործման ավտոմեքենաները բուրգի վերջում պետք է լինեն։ Հանձնաժողովը քաղաքապետի հանձնարարությամբ պետք է առաջարկներ ներկայացնի հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների համար սահմանափակումների ու նաև տեխնոլոգիական լուծումների խելացի լուսացույցերի վերաբերյալ։ Հանձնարարականների մաս է ավտոբուսի առանձնացված գծերի ընդլայնումը։ Տրանսպորտի վարչությունը որոշակի հայեցակարգեր մշակում ու մշակել է, որոնք հաջորդող նիստին ներկայացնելու է քննարկման։ Սահմանափակումները, առաջարկները հստակ կլինեն, ինչպես նաև քաղաքապետի հանձնարարականության նաև որպես սահմանափակում դիտարկել ընդհանուր տրանսպորտային միջոցների արգելքներ Երևան քաղաքի փոքր կենտրոնի որոշ փողոցներում։ Սրանց մասով նույնպես աշխատանքներ տարվում են եւ առաջարկներ հանձնաժողովի նիստին կներկայացվեն։ Որոշ փողոցներում ավտոմեքենաների մուտքն ընդհանրապես արգելելը արդյոք ել ավելի չի մեծացնի խցանումներն այլ փողոցներում։ Սրանք մեկը մյուսի հետ փոխկապակցված առաջարկներ պետք է լինեն։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության պետի տեղակալը նույնպես հանձնաժողովի կազմում է։ Հանձնաժողովի հիմնական նպատակների շարքում բացի երթևեկության կարգավորումը շեշտադրում է նաև անվտանգության ապահովումը։ Մեր ներգրավվածությունը ներքին գործերի նախարարության հիմնականում երկրորդ կոմպոնենտին է վերաբերում, այսինքն մեր հիմնական դերն ու առաքելությունը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, ինչպես նաև մասնակցել նաև կամ որոշակի դերակատարում ունենալ նաև խցանումների վերացման աշխատանքներում եւ ընդհանուր երթևեկության վիճակի բարելավման աշխատանքներում։ Չիլինգարյանի դիտարկմամբ առաջին նիստում վերհանվել են խցանումների առաջացմանը նպաստող հիմնական պատճառներն ու գործոնները։ Խցանումների նստելը հատկապես նպաստում է մարդկանց վարքագիծը, այդ թվում ճանապարհատրանսպորտային պատահարները։ Եթե հաշվի առնենք, որ պատահարները եւս վարքի հետևանք են որպես կանոն, ապա կարելի ասել, որ էական գործոն է հանդիսանում հենց մարդկային գործոնը, այսինքն մարդկանց վարքագիծը, ոչ միայն անկանոն վարել եւ պատահար առաջացնել, այլ նաեւ թեկուզ փոքր իրավախախտումներ կամ այնպիսի արարքներ, որոնք իրավախախտում չեն, բայց ստիպում են այլ տրանսպորտային միջոցների փոխել իրենց վարքագիծը կամ երթևեկություն ուղղությունը եւ դրանով առաջացնելով խցանումներ եւ նաև մյուս գործոնները, որոնք որ առաջացնում են խցանումներ, բնականաբար տրանսպորտային միջոցների քանակը ևս։ Խցանումների առաջացման պատճառների շարքում որն է առաջին տեղում մարդկային գործոնը, թե տրանսպորտային միջոցների շարունակաբար մեծացող քանակը դեռ չի գնահատվել։ Ամեն դեպքում հանձնաժողովը թերևս առաջին փուլում կիրականացնի այն փոփոխությունները, որոնք սահմանափակող են, շինարարական աշխատանք ու սարքավորումների ձեռքբերում չեն նախատեսում։ Աննա Զախարյան, Էդգար Դավթյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։